եմ հրավիրել այսքան չելի թերթի խմբագրին, հանաստեցուհի Սուսաննա Ղազարյանին, մի բան ավելացնելով, որ իրենից առաջ մեր աշխատողներից մեկն էր թերթի խմբագիրը, թերթը առանձնապես գեղեցիկ չէր ստացվում։ Երբ Սուսաննային նշանակեցի գլխավոր խմբագիր, թերթը դարձավ իր նման գեղեցիկ թերթ։ Թերթը մեզ ժպտում է։ Թերթը մեզ ժպտում է և շնորհակալ եմ Սուսաննային, որովհետև թերթի այս համարում ներկայացված է կոտայքի թեմը և սա մեր վերջին տպագրած համարն է, այս համարում կներկայացնենք Կոտայք թեմից եմ հետո կտակ Այդ մեկը Առաքել Սրբազանին փոխանցեք Այո, Առաքել Սրբազանին փոխանցեք, իսկ այս համարում կներկայացնենք մեր այսքանչելի հանդիպումը և մեր այսքանչելի թեմը, երբեք չընկճվեք, դրող ներգույցությունը ձեզ հետ է, մենք միասին շատ մեծ ուժ ենք, շատ մեծ, որովհետև եկեղեցին ու մտավորականությունը թե միասին են, միասնական են գործում, ապա այս ճանապարհը անպայման հաղթության է տանում։ Սուսաննա Ղազարյան, բացառիկ ինքը երևույթ է, բացառիկ։ Ուր որ գնում ենք, ուրախություն, ոգևորություն, շատ շնորհակալ եմ թերթի համար և քո պոեզիայի համար։ Սիրով ողջունում եմ ձեզ, սիրելիներ, շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այսպիսի մտերմիկ հարազատ միջավայրում։ Հավատացեք, ինչքան որ պարոն Ափինյանն ասում է, որ գնում ենք ոգևորում ենք, այդքան կրկնակի այդքան դուք եք մեզ ոգևորում, որ դուք չլինեք այսպես մաքուր, ժպտերես, գեղեցիկ հայացքներով, մենք հաստատ հաջորդ տեղը չենք որենա գնալ։ Միշտ մեզ այսպես գեղեցիկ հայացքներով են դիմավորում, դրա համար մենք ոգևորված միշտ գնում ենք տարբեր մարզեր։ Թերթից խոսեմ, ինձ համար մեծ պատասխանատվություն է լինել այս թերթի խմբագիրը, երբեմն ամաչում եմ անգամ բարձրաձայնել, որովհետև Վահագն Դավթյանն է եղել հիմնադիր խմբագիրը, և դա ինձ համար մեծ պատասխանատվություն է, որ պիտի պատվով կատարեմ այն գործը, շարունակեմ այն գործը, որ արել է մեծ բանաստեղծը։ Պատկերացնում եք ինչ մեծ պատասխանատու գործ է, և թերթի հիմնական ուղղվածությունը, սիրելիներ, հայրենասիրությունն է, հավատ առ մեր եկեղեցին, սփյուռք, ամուր կամուրջ դեպի սփյուռքը, սփյուռք, հայրենիք, եկեղեցի և մի փոքր այսպես նժդեհական լինելով ասեմ, որ երկու հենարաններ, Աստված և հայրենիք, այո, հենց այդպես էլ կա, հավատացեք, որովհետև այն գաղափարախոսությունը, որ թերթը փոխանցում է մեր հասարակությանը, տալիս է ոգի ընկճվածությունից դուրս գալու այդ ճանապարհն է ցույց տալիս և ցույց է տալիս, որ ամենակարևորը մեր մեծերի ճանապարհով պիտի գնանք, որ հասնենք հաջողության, պիտի ամուր պահենք մեր ավանդույթները, առանց ավանդույթների մենք կկորսվենք, ցանկացած առումով մենք պիտի պահենք մեր ազգային արժեքները, սկսած հայոց եկեղեցուց, վերջացրած հայ մշակույթով և այլն և այլն։ Հիմա անցնեմ իմ ստեղծագործություններին, որովհետև այսօր ուզում ենք նաև ծանոթանանք ժամանակակից գրողների մտքերին, թե ինչ ենք գրում այսօր։ Ուրեմն, ինչու եմ ասում այսօր լայն հասկացություն է, բայց ես 3 ստեղծագործություն եմ գրել։ Այս ստեղծագործությունը, սիրելիներ, վերջին ժամանակների այս խառը իրադարձություններից է ծնվել, որովհետև հոգիս շատ ալեկոծված էր և քեզ եմ ապավինում ստեղծագործությունն է ծնվել այդ ալեկոծության հետևանքով։ Սառը քամիները ծեծում են թիկունքս, իմ փետրե թևերը և մաշկս հողաշեն, Տեր, երանի հիշեմ ճիչս ու երկունքս, հիշեմ, թե ինչպես եմ հազիվ հայրներ ասել, խորանը խոնավ է արցունքից խիրամոր, Տեր, քո որդիներին մի տանիր փորձության, թող շուրջս տարածվի մի անուշ խնկահոտ, ու թող աչդ զգամ իմ ուսին կծկված, Տեր, հանիր քո սուրը, սաստիր քամիներին, որ չար մտայնությամբ արշավում են առաջ, սողոսկում են քո տուն, որ քանդեն հիմնովին, սուք ու շիվան լցնեն արտասուք ու հառաչ, քշիր նրանց հեռու, թող կորչեն խավարում, և ով է հանդգնել փակել լույսի ճամփան, Տեր իմ, գիտցիր, միայն քեզ եմ ապավինում, քո հովանու տակ եմ լիահույս ու խաղաղ։
ասում են, ուզում եք Դուք կնեք չէ որ ինձ ասում են, ընդհանրապես երևի գիտեք, որ գրողները, պոետները առհասարակ ազատ են իրենց մտածողությամբ և այդ մտածողությունը իրոք սահմաններ չունի ու երբ փորձում են մեզ վանդակել, բանտել, պարտադրել, մենք հակադարձում ենք նրանց մեր ստեղծագործություններով, ասում ենք, որ մենք երբեք գլուխ չենք խոնարհի, մեր գլուխ միայն խոնարհվում է եկեղեցում Աստծո առաջ և մենք ազատ ենք մեր մտածողությամբ, ահա իմ ազատ մտածողության գաղափարախոսությունը ձեզ եմ փոխանցում, ինձ ասում է Ես, որ երազում եմ ծով ու երկինք կապույտ, իմ թևերի վրա արևն եմ պահում վառ, ինձ ասում եմ փակվիր հին ագրավակարում, այրիր երազներդ, տուր քամուն խելագար, ես, որ թրջնի թևով սավառնում եմ անվերջ, հասնում էրզրում ու վան, գանձասար ու բերձոր, ինձ ասում են կտրիր թևերդ սնամեջ, և օրերդ քարշ տուր վանդակում ցանցավոր, ես, որ ժայռ եմ ամուր, ապարաժ եմ քարե, ինձ ասում եմ կավ ես, կփշրվես մի օր, ականջ չեմ դնելու ձայներին կապարե, ես հայկյան մեծ տոհմի դիցուհին եմ հզոր։ Հայացում Գառն ու տաճարից մեր հուրը վառենք և մայր արաքսից խմենք մի ումպ ջուր, մեր Արարատից մի բուռ հող առնենք, խառնելով իրար կարոտու հանքույր, ծիրանից ոսկե պտուղ ճաշակենք, դաշտերից բերենք ուրցի մի կապոց, կապույտ սևանի սեկ վանքում ծնկենք և խառնենք իրար մրմունջ ու աղոտք, լուսավորչի հինկան թեղը պահենք, նարեկացու հետ խնդրենք թողություն, քուչակի սրտից հայրեններ հանենք, խառնելով իրար սեր ու հոգնություն, հովիվահանդար բչիր շվին, Ժամհարը իր զիլ զանգը հնչեցնի, շարականների շշուկը դեղին, թող խառնվի մեր ոգուն հայեցի։ Գիրքը տպագրվել է բոլորովին վերջերս։ Այս գրքի միջոցով ես ցույց եմ տալիս իմ վերաբերմունքը հայոց եկեղեցու հանդեպ և ասում եմ, հայոց եկեղեցի ես քո կողքին եմ և քո նվիրյալ խոնար զավակն եմ, միշտ կողքիդ եմ լինելու պայքարի օրերին և առհասարակ։ Ամբողջացրու ինձ, այսպես է կոչվում գիրքը, գրքից կարդամ մեկ ստեղծագործություն զանգակներով էլ կփակենք։ Ուրեմն սիրտս քո սրտին, վերձիկ լեռներով հավեր ժաղոթով, փոշոտ քարերով հնաբույր մամրած, իմ եկեղեցի, հոյաշեն կոթող, տես քեզ եմ երգում ձեռքերս պարզած, իմ երազների իղձերի երկիր, դու իմ պապերի սրբասուրբ խորան, այստեղ ամեն շուրջ մրմնջալ գիտի, դու իմ հենարան, իմ տաք օթևան, շատ պիղծ ձեռքեր եմ փորձել ճզմել քեզ, մեր օրերում էլ հենց նույնն են անում, բայց քո արևը հրաբոր, փրկես, միշտ փայլելու է երկնիդ կամարում, իսկ ես միացրած սիրտս քո սրտին, երգերով իմ վառ քեզ մոտ եմ կանչում, ձայնում եմ բոլոր սրտակիցներին, որ ամուր պահեն շեներդ կանգուն։ Ասացի զանգակներով կավարտեմ, բայց չեմ ուզում Չարենցյանով, Չարենցյանին այսպես բան անենք, մի կողմ թողնենք, որովհետև այդ ոգին ուզում եմ ձեզ փոխանցել, զանգակներով էլ ավարտել։ Չարենցյան, իմ բառերը դաշույնի պես պիտի փայլեն, սրա լեզու թրի նման կտրեմ պիտի, ես չեմ եկել անկյուններում կուչ գամ լռեմ, թող իմ բառը ճշմարտության հուրը լինի։ Իմ բառերը բալասան ու բոց պիտ լինեն, փլատակեն տաճարները անարգ ստի, ճշմարտության ապարանքներ պիտ կառուցեն, հոգիների բաշխեն լույսը երանելի։ Խենթ բառերս պիտի հնչեն ամեն բեմից, կուլիսներում թող պահ մտնեն առնետները, չեմ վախենում ես մահացու կախաղանից, թող հավերժի իմ Չարենցյան, մեր Չարենցյան, խիզախ գետը։ Զանգակներ,
Ղողանջեք զանգակներ, նորոգեք հավատը մեր թերի, թող հնչեն սարական ու տաղեր, գալիքը թող նորոր մեզ բերի, թող մուզով պղտորված երկնքում բարձրանա արևը փառահեղ, թող ցրի խավարը անհատնում իր բուժիչ սողերով բարեբեր, չգիտեմ առավել դյութիչ բան, քան վսեմ երկունքը արևի, որ մանուկ սրտերում հավիտյան վարում է ճրակը բարձրյալի, ղողանջեք, զանգակներ, ամրացրեք հավատը մեր տկար, թող հնչեն հոգևոր նվակներ, թող Աստծո օրհնանք միջնի վար։ Շնորհակալություն։